Հանրապետությանը տյունինգ են արել, անունը դրել են երկու հոգու կցել են իրենց եսին։ Անունը դրել են Եվրոդաշինք, որոնց ես անվանում եմ Եվրաթուրքեր։ Եվ այդ Եվրոդաշինքի հետ մասնակցում են Գյումրու քաղաքապետի ու ավականու ընտրությունների։ Ուրեմն երկուսին միասին վռնդում ռադ է կանում Գյումրիից, որպեսզի այս օրը չընկնի Գյումրի։ Այն ինչ որ իրանք արել են անցած տարի, զավթել են Գյումրիում իշխանությունը ապօրինաբար, Նիկոլ Փաշինյանը զավթել է Գյումրեցու քվեն, եւ հիմա դուք հնարավորություն ունեք հարգելի քաղաքացիներ ռադ անել Գյումրիից, որպեսզի թանկացումներ չլինեն, քաղաքի թալան չլինի, կոռուպցիա չլինի եւ ամենակարևորը ամբողջ աշխարհի ուշադրությունը Գյումրիի վրա է հիմա։ Ամբողջ աշխարհը հետևում է արդյոք հայ ժողովուրդը ունի դիմադրության հնարավորություն, թե ոչ։ Գյումրեցիներով իրենց թասիբով ու արժանապատվությամբ մերժում եք քաղաքացիական պայմանագրին, մերժում եք նրանց կեսվածին եւ փոխում եք իշխանությունը եւ Գյումրիից սկսում ենք փոփոխությունները։ Հարգելի գյումրեցիներ, սրանք դատարկ աթոռներից բացի այլ բան չեն կարողանալու ձեզ տան։ Երևանցիները համոզվել են դրանում։ Թանկացված տրանսպորտ, թանկացված ավտոկայանատեղիներ, թանկացված տեղական տուրքեր ու վճարներ, թալանչիական քաղաքականություն եւ կառավարում, շինթույլտվությունների կոռուպցիոն ռիսկեր, աղբանության խայտառակ վիճակ, այս ամեն ինչը քաղաքական ու քաղաքային մասով հանգեցրել է նրան, որ մենք ըստ էության տեսնում ենք դատարկ խորհրդանշական դալիճ իդեմս քաղաքային իշխանության։ Հիմա նույնը պետք է անել Գյումրիում, վռնդել եւ դատարկ պահել նրանց աթոռները եւ ցույց տալ, որ գյումրեցիները կարող են փոփոխությունների սկիզբ դնել։ Ինչ վերաբերում է սրանց համապետական իշխանությանը, ուրեմն Նիկոլ Փաշինյանը հանուն իր աթոռի ու կաշվի փրկության Էրդողանից խնդրում է պաշտպանություն եւ աջակցություն։ Դրա դիմաց պատրաստ է հանձնել հայոց ցեղասպանությունը, դրանից առաջ արդեն հանձնել է Արցախը, դրա դիմաց պատրաստ է հանձնել Հայաստանի Հանրապետությունը, միայն թե իր կաշին փրկի։ Ինքը ուզում է Տիխանովսկայա դառնա նախ Բելարուսիայի նախագահացուի պես, որ ճողոպրելու փախնելու տեղ ունենա այս նրանց պես։ Բայց իրեն պետք է գցել Սահակաշվիլի օրը, քանի որ ինքը բազում հարցերի պատասխաններ պետք է տա։ Հարգելի քաղաքացիներ, եւս մեկ անգամ ձեզ կոչ եմ անում բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը, չվճարել այդ 150 դրամը, վարորդին ասեք շնորհակալություն եւ միամուր թքեք սրանց որոշման վրա, որովհետեւ իրենք թքել են ձեր ստորագրությունների վրա։ Թասիբի ու արժանապատվության հարցը ժողովուրդ ջան։ Այս պատկերը, որ մենք հիմա ունենք Երևանի քաղաքապետարանում, սա աննախադեպ է եւ վատ իմաստով երկրորդ մշակույթը մտցրեց։ Առաջին մշակույթը այն է, որ քաղաքացիները իրենց ստորագրությամբ դարձան որոշման նախագծի հեղինակ։ 17000 քաղաքացի Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ, թիմ պատմության մեջ առաջին անգամ նոր մշակույթ է ներգրավել, նոր մշակույթ է մտցրել եւ դարձել է նախագծի հեղինակ։ Փոխարենը մենք այդ նախագիծը հարգելով այդ քաղաքացիներին քննարկենք, մենք ստացել ենք խայտառակ մի պատկեր, երբ որ կան դատարկ աթոռներ, դատարկություններ եւ ժողովրդի ձայնը փաստորեն լսելի չի դառնում։ Երկրորդ բաց մշակույթը մտցրեցին իրենք, հաստատի քաղաքապետարանի շենքից, նիստերի դալիճից, քաղաքային իշխանությունը իր կցված կոալիցիոն գործընկերոջ հետ ճողոպրում է նիստերի դալիճից։ Սա խայտառակության գագաթնակետն է իրենց համար, բայց սա լավ նշան է, ժողովուրդ ջան, սա լավ նշան է, իշխանությունը թողել ու փախել է այն կառավարման համակարգից ու շենքից, որը վստահված էր իրեն։ Այնպես որ հարգելի քաղաքացիներ, իմ զեկույցը ցավոք սրտի բովանդակային դաշտիկ չէր, ուղղակի տեղեկացնեմ, որ մեր նախագծով տրանսպորտի գինը չպետք է լիներ ավել քան 100 դրամը մետրոյի ու ավտոբուսի պարագայում, տրոլեյբուսի պարագայում 50 դրամ։ Եթե մարդիկ 4 անգամից ավել որոշեն օգտվել քաղաքային տրանսպորտից, ապա գինը 100 դրամից է պակաս է լինելու։ Սրանք քանի որ գիտեին, որ թալանում են եւ իրենց ճակատին փաստարկված ստանալու էին պատասխանները, փախել են նիստերի դալիճից։ Այդքան բան, ուրիշ բան չկա, սիրելի քաղաքացիներ, բոյկոտը շարունակում ենք, հարգելի գյումրեցիներ, Մայր Հայաստան դաշինքը Գյումրի ընտրություններին մասնակցում է նվազագույն ծրագիր ունենալով քաղաքացիական պայմանագրի իշխանազրկումը։ Մենք քվեաթերթիկում համար 4-ն ենք։ Մեր ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։ Ուրեմն Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ վռնդում են քաղաքացիական պայմանագրին եւ նրանց կցվածներին Գյումրիից ու նրանց քայլարշավը արդեն պարտության քայլարշավի դուք կարող եք վերացել, որը սկսվել էր 18 թվականին։ Իրենք խաբել են ձեզ այն ինչի համար իբր դուրս էին եկել 18-ին արդարության վերականգնում, հակակոռուպցիոն գործընթացներ եւ այլն, խորացրել են այդ ամեն ինչը, իրենք դարձել են քայլող թալանչի մարմնավորումներ,
Հայ ժողովրդից թալանել են 100 միլիարդ դոլարից էլ ավել, եթե շատ են սիրում այդ Range Rover-ը, Range Rover-ը, ես իրենց փողով ասեմ, Արցախը հանձնել են առնվազն 100 միլիարդ դոլարի վնաս տալով, Հայաստանի տարածքները նույնպես հանձնել են այդ գումարը վնասելով, եւ եթե բաժանենք այդ միջին թվի վրա Range Rover-ի, լսի Նիկոլ Փաշինյան, 500,000 Range Rover-ից դու գողացել հայ ժողովրդից։ Հիմա Range Rover առ Range Rover, այս քո փախած թիմակիցներով հանդերձ պետք է վերադարձնեք, իհարկե եթե կարող եք, բայց դուք ոչ մի բան չեք կարող վերադարձնել։ Ընդհանրապես պետք է լքեք ձեր աթոռները եւ վրընդվեք, հարգելի գյուղեցիներ, սկսում ենք ձեզանով։ Միանում ենք պայքարին համար 4-ը հիշեք, Մայր Հայաստանն է, քվեարկում ենք Մայր Հայաստանի օգտին եւ իշխանազրկում ենք ՔՊ-ին։ Սա է ամեն ինչը, հարգելի քաղաքացիներ, ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ մեր նախաձեռնությանը միանալու համար։ Շնորհակալ եմ նաև այն քաղաքացիներից, ովքեր որ չեն հասցրել միանալ այդ նախաձեռնությանը, բայց մենք ինքներս մեզանից բոլորով մեծ շնորհակալություն կհայտնենք ինքներս մեզ, երբ որ կարողանանք ՔՊ-ին ուղարկել պատմության աղբանոց, որտեղ որ իրենց տեղն է։ Շնորհակալություն։ Շատ շնորհակալություն հարգելի քաղաքացիներ, պարոն Հարոյան, շնորհակալություն, որ դուք վարեցիք այս տեքստը, ես կատարեցիք այն պարտականությունը, որը օրենքով էր սահմանված, սա խայտարակություն է քաղաքապետարանի պատմության մեջ։ Լքված աթոռներ, դատարկ աթոռներ եւ դատարկագույն փաստարկներ, որը իրենք չունեին իհարկե, որպեսզի չհասկացեին այս դեպքին, դրա համար էլ ժողովրդելու ճանապարհ ընտրեցին։ Շնորհակալություն հարգելի քաղաքացիներ, պայքարը շարունակելու ենք։